Ադրբեջանը կրկին պահանջում է, որ Հայաստանում ադրբեջանցիներ բնակեցվեն։ Ինչ եք կարծում, Փաշինյանը այս պահանջը կկատարի։ Շատ դժվար հարց տվեցի, որտեղ ես Փաշինյանի մտքերը չգիտեմ։ Շատ անսպասելի է։ Որպես քաղաքացի։ Ես շատ վրդովված եմ, ինչ կարելի է այդպես բանել։ Չեմ կարծում։ Դեղից թող գա, ժողովրդից ինտերվյու վերցնեն։ Հենց մաց քեզ ասենք դու ինչ ես իմանամ, ինչ է կատարվում։ Ես չեմ պատասխանի այդ հարցերին։ Ձեր կարծիքով Չեմ պատասխանի այդ հարցերին։ Ես այնքան բան եմ տեսել, որ այսօր դուք չեք տեսել, դրա համար չեմ պատասխանում։ Որ պատասխանեմ, պետք է ջղայնանամ։ Չէ, որտեվ ադրբեջանցին գլուխը պատին է տալի, կներես իհարկե։ Ոնց կկատարի։ Չէ, չի կատարի։ Չեմ ասեմ, բայց ճիշտ չեն արել, պահանջել են։ Երևի թե չէ։ Ադրբեջանը կրկին պահանջում է, որ Հայաստանում ադրբեջանցիներ բնակեցվեն։ Ինչ եք կարծում, Փաշինյանը այս պահանջը կկատարի։ Արդեն կատարել է։ Էլ խոսք չունեմ ասելու։ Ինչ իմանամ, Փաշինյանը ինչ է մտածում օրևս։ Դուք ինչ եք կարծում։ Իսկ ես ուզեմ, որ մեր հայերը բնակվեն։ Իհարկե, մեր հողն է, այնտեղ ինչքան արուն ենք թափել, ինչքան երեխեք են զոհ եղել այդ պատճառով։ Իհարկե հայերի սա պետք է դի։ Ցավը տանեմենի խելա ռամենի չէ կանի։ Հա։ Նիկոլ Փաշինյանը։ Հա մերնի ջան կանի։ Քիչ բան արեց գլխներից ցավը տանը։ Ես մինչև այդ շատ եմ սիրում իրան։ Ես ընտրել եմ երկու անգամ, ես ինքս մեծ հաճույքով ընտրել եմ։ Իմ երեխեն Ռուսաստանից եկել է, իրան ընտրել է, բայց այսօր մամա ասում է, այդ ինչ է անում։ Ռուսաստանից երեխին մամա այդ ինչ էր անում։ Դե տեսեք ինչ էր անում։ Ասում մինչև հիմա ես Փաշինյանին շատ եմ սիրում։ Ով խոսում էր, պաշտպանում էի։ Անգամ մեկին սիլայով խփել եմ Փաշինյանի համար։ Բայց որ ասա թոշակառուները թող գնան քաղաքից գյուղում ապրեն, բան ես ծնվել եմ Երևանում, ապրել եմ Կարապելիչի դեմը, տունը քանդեցին $63,000 տին, այդ իմ մոտից գողացան տարան, ընկա 5-րդ մասով, հիմա էլ ես ելնեմ գնամ ասենք ինչ որ գյուղում ապրեմ, այդպես բան կլինի, դա ասելու բան է։ Կամ էլ այդ զիբիլների համար։ Կամ զիբիլը, որ 40 մետրով, ես մի հոգի եմ, ամբողջ շաբաթ իմ տղան մահացել է, մենակ եմ ապրում։ 2-3 հատ կարտոշկի, մի 2 հատ սոխի կլեպ է ալնում իմ զիբիլը։ Ես պետք է բերեմ 40 մետրով զիբիլի փող վճարեմ, դա ասելու բան է։ Արդեն չերես չուրա, ցավը տանը։ Սիրուն չի։ Մարդիկ պետք է հասկանան ոնց են ապրում։ Եկածներին ես չեմ բանանում։ Ղարաբաղցիների համար ամիսի 50,000 փող ես տալիս յուրաքանչյուրը։ Արդեն դա չի։ 41,000-ով պահում եմ ես։ Ինձ ապրում եմ 41,000-ով։ Ես ձմեռը առանց ցրտին, առանց պլիտայի, առանց բանի եմ ապրում։ Ուտում եմ ինչքան որ կարողանում եմ, կարողա ցամաքածը պանիրով ուտեմ, բայց դա ասելու բան է, զիբիլը 40 մետրով, չգիտեմ, ով ինչ, կամ հիմա տրոլեյբուսից դարձել է 150 դրամ, ես 150 դրամ ոնց տամ, մի օր պահեցի թոշակի քարտը, 600 դրամ խլեց, 4 հատ դնգ արեց, գնացել որ բան անեմ, փող անեմ, դնամ 600 դրամը ստարել է, ես հիմար եմ, որ հիմա տրոլեյբուսի փող տամ, ասա, որտեղից տամ, դե միայնակ թոշակառում, թող բերում եմ մշտական ձեռս, ասի տար օգտագործի, սխալ եմ ասում։